Հանդիպումների խորհրդանշական հասցե դարձած Հատիսի գագաթին Գագիկ Ծառուկյանն այս անգամ էլ դիմավորում է մարզաշխարհի չեմպիոններին, սպորտում պատմություն կերտածներին ու նրանց առաջ հաղթանակի ճանապարհը հարթող լեգենդներին։ Միասին բարդ ու երկար ճանապարհ են անցել, հիմա հերթը Հատիսի գագաթն է։ Տարբեր բարձունքներ նվաճած ու բարձունքում գտնվող մեր մարզիկներն այսօր էլ կհաղթահարեն Հատիսի գագաթը։ Բայց այս անգամ ուժերը փորձելու են ոչ թե մարզադաշտում, այլ շինհրապարակում։ Հրահանգներն էլ ստանալու են շինաշխատողներից։ Մարզիկները վստահ են, ինչպես իրենք են իրենց հաղթանակներով աշխարհին հիշեցնում Հայաստանի մասին, այնպես էլ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը կդառնա մեր երկրի մասին խոսող նոր խորհրդանիշը։ Չեմ ուզում մնացածների աշխատանքը թերագնահատել, բայց սա շատ խելացի արված բան է։ Կեցե ինքը, կեցե սկսողը եւ կեցե նրանք, ովքեր որ այստեղ աշխատում են, ապրեն, կեցեն իրենք։ Մարզաշխարհն վերաբերմունքն ուզում ցույց տա եւ ճիշտ է անում։ Եվ այդպես էլ պետք է լինի։ Որովհետեւ մենք մարզահարապարակ կամ մարզադալիճ կամ մարզակավի դուրս գալու ժամանակ ասում ենք Աստված քեզ պահապան, Աստված քեզ հետ։ Ու մեր հետ է լինելու։ Մենք արեցինք ու միշտ մեր հետ է լինի։ Տպավորությունները պարզապես խոսքերով չեմ կարող փոխանցել, որովհետև Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ բարձրացանք Հիսուսի արձանը տեսանք, իրականում հասկացանք, թե ինչ մեծ կարևորություն ունի, ոչ միայն գիտեք ինչ ասել, որ մենք առաջի քրիստոնյա ենք, այլև գործունեությամբ ապացուցենք, եւ ես վստահ եմ, որ այս մոնումենտալ արձանը միասնության, համերաշխության, Հայաստան ավելի ճանաչելի դարձնելու խորհրդանիշներից մեկն է լինելու։ Տպավորությունները շատ մեծ են, բայց ավելի մեծ կլինեն եւ երբ որ ավարտվի այս ամենը, իրոք շատ լավ է քրիստոնյա ազգի համար այսպիսի մեծ բան ունենալը։ Կարծում եմ, որ սա համայն հայության համախմբվելու մոնումենտալ այդ մեր արձանն է լինելու եւ կարծում եմ, որ աշխարհի բոլոր հայերը պետք է համախմբվեն։ Եվ սա լինելու է մեր միասնության հաղթանակների սիմվոլը։ Դու կտրվում ես իրականությունից ու հասնում ես մի հատ տեղ, որ ամբողջ Հայաստանը ոտքերի տակ երևում է ու դու հասկանում ես, որ շատ հետաքրքիր ու կարևոր տեղ ես եկել հասնել։ Երբ որ տեսնում ես ամեն ինչ ու հասկանում ես, որ ցանկացած վերելք, ցանկացած պայքար, ցանկացած մակարում իր արդյունքին է հասնում։ Առաջին անգամ է այստեղ տեսա իմ աչքով ճիշտ է շատ ենք լսել։ Բավական մեծ կառույց է եւ հաստատ կնպաստի մեր երկրի ճանաչմանը։ Էսի դարի գործ է, դարի։ Ասես գործ Ծառուկյանը մտա պատմության մեջ, մեր ազգի պատմության մեջ, որտեղ դες բան հնարավոր չէր ոչ մի որ անել։ Ոնց ինքը ռիսկ արեց այդ քայլին գնաց, ուրեմն հերոս տղա է։ Ամեն անգամ ստեղ գալուց համ հոգեկան բավականություն եմ ստանում, համ էլ այս ահռելի աշխատանքը ասենց միշտ ինձ զարմացնում է, էլի ոնց կարելի է մտածել ու սենց մի հիասքանչ կոթող ստեղծել, որ ամբողջ աշխարհն է զարմանալու այս գործողության վրա։ Ես զարմացել եմ, որ այս բարձրության վրա գնում այսպիսի շինարարություն եւ ամբողջ աշխարհը հետագայում պետք է գա տեսնի, սա պատմություն է լինելու հետագայում։ Մենք չենք զգում, սա մնալու է պատմությանը մեր զավակներին, մեր թորներին եւ այն մասշտաբով, որ այստեղ աշխատանքներ է գնում եւ մենք էլ ենք միանում մարզաշխարհի մարդիկ տեսնում եք այսօր աշխարհի օլիմպիական խաղերի Եվրոպայի չեմպիոններ, տարբեր մարզաձևերից հավաքվել են մի մարդու նման, ուզում ենք օգտակար լինենք։ 11 տարեկան Տիգրանը լսել էր, որ Հատիսի հյուրերը մարզիկներն են։ Այստեղ աշխատող հայրիկին է խնդրել իրեն էլ լեռ բարձրացնի։ Ուզում էր անձամբ հանդիպել էկրաններից ծանոթ չեմպիոններին։ Հատիս հաճախ է գալիս, այս անգամ ոգևորվածությունն է ուրիշ։ Ոնց երիտասարդ ջերմում, այլ էս ուզում եմ բարձրանամ, տենամ։
վավերագրական ֆիլմերի ապագա ռեժիսոր Ստեփանին ու իր ռուս կուրսընկերներին արձանի կառուցման ու տեղադրման թեման միանգամից է գրավել։ Դիպլոմայինով ասում է կպատմեն աննախադեպ նախագծի մասին ու ինչու չէ կդառնան արձանի տեղադրման ընթացքը վավերագրողներից։ Սովորելու նպատակով է Ստեփանը Վանաձորից Սանկտ Պետերբուրգ մեկնել։ Թեման ուղղակի ինքը յուրահատուկ էր, որ Հայաստանում սենց բան է տեղադրվում ու մենք Պետերբուրգում որ շատերին պատմում էինք, մարդիկ համարյա տեղյակ չէին դրա համար մտածեցինք, որ մենք էլ կցույց տանք ու մարդիկ ավելի շատ դրա մասին կիմանան արդեն։ Մարզիկներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները եւս ցանկություն էին հայտնել մասնակցելու պատմական այս գործընթացին։ Իրենց հաղթանակների կողքին կպատմեն նաեւ պատմական իրադարձությանը մասնակից լինելու մասին, իսկ մեդալների շարքում կտեղադրեն նաեւ Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքներին մասնակցելու մասին հավաստագիրը։ Բոլոր մարզիկներն են, մարզաշխարհն է, ամբողջ աշխարհին էլ մարզիկներ ներկայացել են մեր հայ ժողովրդին, մեր պետությանը, որ միշտ ցանկացած մրցաշարի։ Դա կլինի Եվրոպայի աշխարհի օլիմպիական խաղեր, միշտ նրանք կարողանում են հաղթողի դերում լինել, մեդալներով վերադառնալ, հիմնը հնչեցնել, դրոշը բարձրացնել։ Փառք ու պատիվ իրենց, մեր ազգը կարիք ունի հաղթանակի, որ նրանք դրանք ապահովում են։ Չնայած ներկաներին անընդհատ է պատմել արձանի տեղադրման աշխատանքների մասին, բայց հատիս այցելելուց հետո խոստովանել են իրականությունն այլ է։ Ասել ուրիշ բան է, պատմել ուրիշ բան է, բայց անձամբ որ բարձրանում ես, տեսնում ես հզորությունը, հոգի կա, շունչ կա, թող պահպան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, եւ ցանկացած մարդ ով բարձրանում է վերև աղոթքը շուրթերին, մի նպատակ, մի ցանկություն պահելով, բարձրանա դա իրականություն է դառնում եւ դա փոխանցում է սերունդներին եւ սերունդ ասելու են, խոսելու են, հիշելու են։ Մինչ հատից բարձրանալը Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչներին հավաքել էր մեկ այլ վայրում կլորսեղանի շուրջ, ներկայացրել էր գաղափարն ու հավանության արժանացրել։ Որոշել է մարզադպրոցներ են բացելու, որպեսզի անապահով ընտանիքների երեխաները անվճար պարապելու հնարավորություն ունենան։ Ամբողջ մարզաշխարհը ցանկություն ունեն, որ կարողան աջակցեն երիտասարդությանը, մեր երիտասարդությանը, որոնք պայմաններ հնարավորություն չունեն, որ իրենք էլ պարապեն, պիտանի մարդանան, առողջ սերունդ ունենան։ Ամենակարևորը, եթե կա առողջ սերունդ, կա ապագա։ Եթե առողջ սերունդ չկա, ուրեմն ապագա չկա։ Այնպես որ այդ ծրագրի միասնական ենք անում, բոլորը համաձայնել են, արդյոք պատրաստ ես, որ հանդիպես, ասես, զբաղվես, բոլորը ոչ թե միայն ինքը բոլորը։ Գաղափարը լսել ու իրենց աջակցություն են հայտնել մարզիկներն ու մարզիչները, կօգնեն, ինչով կկարողանան։ Մենք պետք է այսօր աջակցենք, որ մեզ մոտ սերունդը առողջ լինի, ուժեղ լինի, որ պետք է իրենց մասնակցությունը, աջակցությունը լինի, դա ես եմ կազմակերպել եւ բոլորն էլ համաձայնություն են տվել, ցանկություն են հայտնել, որ նրանք պատրաստական են ցանկացած գործի, որ կարողանան պիտանի լինել, շփվել, աջակցել, օրինակ ծառայել մեր երիտասարդությանը, որ նրանք կարողանան պարապել, ձգտում ունենալ, փողոցից կտրվել, լիարժեք զբաղվել սպորտով։ Այն ընտանիքները, որոնք անապահով են, որ կարողանան լիարժեք անվճար պարապելու, զբաղվելու, եւ դպրոցներն էլ բացում են եւ իրենք համաձայնություն են տվել, նորից շնորհակալ եմ իրենցից, որ բոլորի ցանկությունը, որ մենք ունենանք ուժեղ առողջ սերունդ։ Եթե առողջ սերունդ չկա, ուրեմն ապագա չկա։ Մեր մարզիկները իրենց հաղթական ոգին փոխանցեցին շինաշխատողներին, վստահեցնելով, որ իրենք հաղթանակ նվաճում են, իսկ աշխատողները կերտում։